հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջի ասում։ Սարան իրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, այսօր երկուշաբթի եւ մենք շարունակում ենք մեր եթերը, դրսում ամպրոպ եղանակ է, անձրև, բայց մեր ներսը Աստծո լույսը, որովհետև Աստծո խոսքը հենց իր լույսն է եւ ապահովում է մեր հոգու ջերմությունը եւ ծառավը, փառք Տիրոջը։ Եվ այսօր մեր հյուրն է մեր սիրելի Գառնիկ եղբայրը, նա Արցախի հայ ավետարանական մկրտական եկեղեցու հովիվն է, արդեն վստահ եմ շատերը ճանաչում եք եւ շատ սիրված, ցանկալի, սպասված անձնավորություն, հրաշալի Աստծո մարդ, Աստծո սիրող եւ Տիրոջ խոսքը մատակարարող։ Եվ այսօր Գառնիկ եղբայր շատ շնորհակալ ենք եկան եւ ընդունեցիր հրավերը։ Փառք Տիրոջը։ Եվ Գառնիկ եղբայրը այսօր հրաշալի թեմա է պատրաստել մեզ համար։ Սաղմոս ուրեմն 35 երրորդ խոսքից, որ այդտեղ ասվում է երկրորդ մասը, այս խոսքի երկրորդ մասը, այո, ասա իմ անձին քո փրկությունը ես եմ, շատ հետաքրքիր իդեպ վերնագիր եւ արդեն միանգամից հասկանում ենք թե ինչի մասին է խոսքը, մի փոքր կմեկնաբանես այս վերնագիրը։ Իհարկե, մեր քրիստոնեական ճանապարհին Աբրահամ եղբայր ջան, անկեղծ պետք է լինենք, որ շատ են լինում պահեր, որ մեզ այսպես համակում է վախը, կասկածը եւ նրանք փորձում են բույն տնել մեր սրտերի մեջ, առավել եւս ծանր խնդիրների, ծանր դժվարությունների ժամանակ։ Եվ գալիս է մի պահ, ինչքան էլ մենք մեզ հերոսներ ցույց տանք, ինչքան էլ մենք, ես ինչ գիտեմ, ով լինենք, որ մենք շատ մեծ կարիք ունենք, ոչ թե չգիտենք Աստծո խոսքը, ոչ թե չգիտենք, որ Աստված մեր ապավենն է, ուրիշներին ենք կարոզում, ուրիշներին ենք սովորեցնում, բայց գալիս է մի պահ, որ այնքան մեծ փափակ կա, ես ասում եմ բան, որ իմ կյանքի մեջ եղել է, որ ինձ Աստված հիշեցնի, որ իմ փրկությունս ինքն է, որովհետև երբ որ նայում եմ չորս կողմս, նույնիսկ եթե ինձ հավատարիմ մարդիկ կան, որոնք պատրաստ են ինձ համար նույնիսկ մեռնելու, որ անհնարին բան եմ ասում, օրինակ եմ ասում, ես տեսնում եմ, որ իրավիճակը, որի մեջ ես գտնվում եմ, մարդու խելքի բան չի։ Դա մարդը չի կարող։ Շատ կարևոր բան է։ Նույնիսկ եթե ինքը պատրաստ է ամեն բան անելու ինձ համար։ Եվ այդպիսի պահեր լինում են կյանքում, երբ որ Դավիթի նման հերոս մարդը, այս բացականչությունը իրանն է, իմը չի։ Ու ինքը հասարակ մարդ չի, ինքը Գողիաթի հետ մարտնչող Դավիթն է, որ 15-16 տարեկան երեխա էր, դուրս եկավ եւ տապալեց, վիզը վրայից հանեց։ Հաղթությունները գիտեն ինչ բան է վիզը։ Բոլոր իր կողքի երկրները Դավիթի անունը, որ լսում էին, ահն ու դողը պատում էր նրանց, որովհետև ինքը հզոր մարդ էր, ինքը հզոր զորավոր մարդ էր եւ այլն։ Ես ինչի եմ այս ածականներն ասում իր մասին, որովհետեւ տեսնենք թե էդով է բացականչում այդ խոսքը։ Եթե նման մեկը, որ մենք համեմատելու բան չենք Դավիթի հետ, մենք ով ենք, հա։ Եթե այդպիսի մարդը, այդպիսի բացականչությունները անում իր կյանքի մեջ, թե ասա իմ անձին Տեր, որ իմ փրկությունը դու ես։ Այսինքն հիշեցա, ես գիտեմ, ես դրանք շատ եմ կարդացել, լսել, ինքս եմ գրել սաղմոսների մեջ եւ այլն, բայց հիմա ես մեծ կարիք ունեմ, որ դու ինձ հիշեցնես, Տեր ջան, որ ինձ դիզորացնի։ Ես կարծում եմ, որ սա շատ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար այսպիսի մխիթարության կարիքներ լինում են սիրել եւ թող Աստված օրհնի մեզ,
որպեսզի մենք չամաչենք մեր խեղճությունը Աստծո առաջ խոստովանելով։ Ինչքան էլ որ մենք փորձում ենք ցույց տալ, թե մենք մեզնից ինչ որ բան ենք ներկայացնում, մենք գիտենք, մի անգամ այստեղ խոսեցինք, ինչ խեղճ մարդ եմ ես ասեց, հա, էլի բացականչեց։ Ինքն էլ հասկացավ, տեսնում ես, ովքեր Աստծո հոգին ունեն, ովքեր Աստծո հետ սկսում են, հասկանում ես, այդ շփումը գալիս է մի բան, որ զգում եմ, որ գիտ ով Պողոսով էր, Պողոսեն մարդն է, որ ամբողջ Եվրոպան լցեց եկեղեցիներով, հա, հերոս ավետարանիչը, որևէ մեկը չի կարող նրա հետ համեմատվել, որևէ մեկը Տերն ասեց ինձ համար ընտրված անոթ է, հա, նրա բնութագիրը տվեց։ Բայց այդ մարդն էլ է ասում, ինչ խեղճ մարդ եմ ես։ Ամեն։ Այդպիսի իրավիճակներ լինում են եւ մի քիչ զորություն կենտրոնացնում։ Փաստորեն այս թեմայի մեջ ոչ միայն այս աղոթքն է, որ պետք է շոշափվի, այլ նաև հիշողությունը։ Ինչ եմ սա ասում, որովհետև դու շատ կրկնեցիր հիշելու մասին։ Շատ դեպքերում պատահում է մեր կյանքում Գառնիկ եղբայր, որ հիմա որ դու ասացիր, ես անդրադարձա դրան, իմ կյանքում էլ շատ լավ գիտենք խոսքը, շատ լավ քարոզ, շատ լավ կարողանում ենք մարդկանց էլ հիշացնել, որ գիտես աղոթի տիրոջը կամ հիշի, բայց գալիս է պահ, երբ որ հանկարծ իրադարձությունն է, որ պետքա պատասխան տանք դրան, հանկարծ մոռանում ենք, որ մենք քրիստոնյա ենք, մենք Աստված ունենք, մեր մեջ Աստծո խոսքն է, ինչ որ ուրիշ բաներ ենք սկսում անել մարդկային, հա, ասես գործեր։ Արի ու տես, որ նաև այս խոսքը հիշեցի, որ Հիսուս ասում է, երբ որ գա մխիթարիչը, ձեզ կսովորեցնի եւ կհիշեցնի, այսինքն սա շատ կարեւոր փաստորեն process է, որ պետք է խոսել, քարոզել, մխիթարության խոսք ասել եւ այլն։ Խոսքը էլի լեզու բերանի դիշներ։ Լավ կարողանում ենք սովորացնենք, չէ՞, հանգած։ Ես հիշում եմ մի անգամ, այսպես շատ փոքրիկ մի պատմություն ասեմ, ու վերջացնեմ այդ։ Որ ես մի անգամ կարդացի այն տեղը, որ ներման մասին, որ Տեր ասեց, որ եթե մեկը 500 է պարտք, իսկ մեկը քիչ է պարտք, հա, որ շատ ներվի, եւ նաեւ կարդացի այն տեղը, որ երբ որ մեկը 10,000 պարտք էր եւ ներում ստացավ, հա, գնաց խնդրեց, ասեց մի քիչ սպասի, ոչ միայն սպասելը եղավ, այլ ներեց պարտքը եւ այլն, եւ ինքը դուրս եկավ 100 տահեկան մեկին կդա, որ իրան էր պարտք եւ խեղդում էր նրան եւ այլն։ Եվ ես խոսեցի այդ մասին շատ շուտ, շատ երկար տարիներ առաջ այնտեղ Ուկրաինայում։ Ու ինձ համ իմ խոսածը իմ դուրը եկավ, ես ինչ լավ ասեցի։ Համեն ինձ շատ գովեցին այդ օրը եկեղեցին, որ ես շատ լավ ներման այդ հարցը, ներման այդ խոսքը կարողացա լավ մատակարարել, գովեցին շատ ինձ։ Ու ես պես շատ ուրախացած ու հպարտացած եկա տուն, որ ես ինչքան լավ կարոզիչ եմ ես եւ դրա առավոտ ծանոթն ինձ։ Դրա առավոտ մենք գործ էինք սկսել եւ մի գործիկ էինք բերել Մոսկվայից, սա ասում եմ դրա համար, որպեսզի իմանաք, թե ինչու հետո այդպես տեղի ունեցավ, որ այդ գործիկը շատ թանկարժեք գործիկ էր, չճարվող, եւ որպեսզի մենք, ես չգիտեմ հայերեն ոնց եմ նում, ռաստամոշկա, որպեսզի տուրքը, հա, ինչ չուզենք, մաքսատոր բաժանել էինք 3-4 մասի, հասկացար, որպես Պրոստը որ դու նայում ես չես տեսնում որ ինքը։ Դետալ է ինչ։ Այդ 4 մասը եկել էր Բելոռուսիան, ես 4 հատ ավտո էի պատվիրել, այդ 4 ավտոները գնացել էին դեղ, ամեն մեկը վերցրել, մի մասը վերցրել, որովհետեւ մենք այդ ռաստամոշկայի փողը չտանք եւ այլն եւ։ Այսինքն մեծ դժվարությամբ էր դա հասել մեզի, եւ եկել էր հասել էր մեր տեղը եւ մենք այդ գործը պիտի սկսեինք եւ ինձ մի հատ բարեր կա որ ես հայերեն չգիտեմ, սվարչիկ ոնց կլինի։ Զոդո։ Եվ երբ որ այդ
նյութեր կամ երկաթից են իրանք օրինակ, բայց ամեն մարդ չի կարող էլի նիկելապատած այդ հատուկ մետաղներ են, հատուկ մետաղներ կան, որ ամեն մարդ չի կարող զոդել, հա։ Պետք է եւ ինքը շատ նուրբ գործիք է, հասկացար, եւ ես մեկին կդա ասեցի դու կարող ես, ինքը նայեց, ասեց որ դի իր համար խաղոպար է, ինքը կարող է այդ բանը անել։ Դասի կարող ես պայմանավորվեցին կինը, որ ինքը պետք է այդ զոդումը կատարի այդ մարդը։ Այդ թանկ մեր գործիքի, որ 4 մեքենա գնացել ուրիշ երկրից բերել է եւ այլն եւ այլն։ Ես ինչ-որ գործով տեղ գնացի, երբ որ վերադարձա, մեր աշխատող տղեկը բոլորը տխուր տրդում նստած են տեսնեմ։ Ասես ինչ եղել, ասում է որ դիսկը դար բերեց այստեղ։ Փչացրել է։ Ասում եմ չի։ Ասում է ոնց արեց, ոնց չարեց, ասում է երկաթի կդորը բան եղավ։ Կդրավ տրուբի միջով խողովակի միջով գնաց մոտորին դեմ է աղել, უშին փչացրել է այդ բանը, այդ մեր գործիքը։ Աբրամ եղբայր ջան, թե ինչ կատարվեց ինձի հետ այդ պահին, ես Դու հիմա խոստովանություն ես անում։ ես պատմում եմ, որ սա պատմածիս իմաստը այն է, որ ասելը հեշտ է, խոսելը հեշտ է։ Ճիշտ ես։ Ես չեմ ուզում մանրամասներ պատմել, որ այդ մարդը այն աստիճաններ վախեցել արդեն, փախե մտել էր դեռ կատյուրկա կան, դեռ տեղեկի հետևը գնացել, մտել էր եւ այլն, եւ ես գնացել էի, այդ դեռ ուզում էի բացեի, ուզում էի ես իրան, չգիտեմ ինչ, ես կոմ եւ այլն։ Եվ երբ որ ես նորից ետ վերադարձա եւ բարձրացան դեռ սենյակ ունեինք նստա, հիշեցի առաջի օրվա իմ քարոզս ներման մասին, հիշեցի իմ գովեսները, որ ես ստացա, թե որ ես ինչքան հզոր քարոզիչ եմ, ես ինչքան ես դրա համար էլ Աբրամ եղբայր ջան, թող Աստված իրոք ճշմարտապես մեզ տա ազնվության հոգին, որ մենք խոսել, ես չեմ ասում պետք չէ, դե խոսում ենք, հիմա այլ ենք եկել խոսելու էլի, բայց գնում են բահեր մեր կյանքի մեջ, որ մենք մեծ կարիք ունենք, որ Տերը ասի քո բերությունը ես եմ, ասածի միտքը է դա եղբայր ջան։ Ամեն։ Մի խոսք ասեմ, հետո բանը անցնենք, թե մի անգամից խոսքին անցնենք, ինչ խորհուրդ կտա։ Շատ լավ, մի անգամից կանցնենք խոսքին, որովհետև արդեն ժամանակը ուզում ենք շատ լսենք ավելի, բայց էսի հիշեցի, ասա ինչ ես հիշում դու, ասեմ ով ես դու, այդ ֆոնի վրա, չէ, բայց արի երկը դնենք համենայն դեպս, երկից հետո շատ լավ երկա և սա կարծես մեզ իմպուլս կտա ավելի, այսպես կմոտիվացնի ավելի այս թեմայի շուրջ խորելու, խաչի մասին է երկը, չէ, ներման, փրկագնության տիրոջ և որից հետո նորից ուրեմն կհանդիպենք և կշարունակենք մեր եթերը։ Cerca
շատ հրաշալի երգ է եւ ամեն անգամ լսելուց այս երգը ոչ թե միայն նկատում ենք, որ ներված ենք, հիշում ենք, որ ներված ենք եւ փրկված եւ Տիրոջ փրկագնությունը ընդունած եւ վերստին ծնված, այլ նաեւ հասկանում ենք, որ մենք է կարիք ունենք ներելու, սիրելու, հիշելու, թե Տերը ինչ արեց մեզ եւ լինելու ողորմած եւ ներող։ Ինչպես նաեւ այսօրվա թեման կարծես թե կապ ունի այս երգի հետ։ Սելի Գառնիկ եղբայր, սիրով լսում ենք քեզ։ Սիրով եղբայր ջան։ Ուրեմն նորից ուզում եմ հիշեցնել, որ Դավիթ թագավորը Սաղմոսած գրքի մեջ այ երկու խոսք կարդամ ես 35-րդ Սաղմոսը այսպես է սկսվում. Հակառակիր Տեր ինձ հակառակողների հետ եւ կռվիր ինձ հետ կռվողների հետ վեր առ զենքն ու վահանը եւ վեր կաց ինձ օգնելու համար հանիր կեղարտը եւ փագիր ճանապարհը իմ հալածողների դեմ եւ այստեղ վերջում ասում է ասա իմ անձին քո փրկությունը ես եմ ովքեր իսկ կարծում եմ չկան այդպիսի մարդիկ որ նեղությունների մեջ եղած չլինեն բայց նեղություններն էլ աստիճաններ ունեն էլի այնպիսի սիտուացիաներ են լինում կյանքում այնպիսի դժվարություններ խնդիրներ են լինում կյանքում որ ինչքան էլ որ դու հավատացյալ ես ինչքան էլ որ դու Աստծո խոսքը գիտես Աստծո խոստմունքները գիտես թե քեզ ինչեր է խոստացել Աստված անգիր գիտես շատերը ուրիշներին կարող ես ասել եւ իմ պատմած նորվա պատմության նման երբ որ պահը գալիս է որ դու պետք է կարողանաս այդ խոստմունքներով մխիթարվես այդ խոստմունքները հիշելով եւ այլն կարծես թե եւս մեկ անգամ ինչպես Դավիթ թագավորի մոտ առաջանում է քո մոտ ցանկություն որ Աստված հիշեցնի այդ պահին որ ինքն է քո փրկությունը ես ուղղակի ուզում եմ մի 2-3 օրինակներ ասել որ Աստված ինքը գիտի մեր կազմվածքը եւ այդպիսի պահերին էլ չի սպասում որ ես Դավիթի նման բացականչեմ թե Տեր հիշեցրա ինձ որ իմ փրկությունը տունես եւ այդպիսի պահերին ինքը ուղարկում է այդ փրկության խոսքը ինքը ուղարկում է այդ հիշողությունը քեզ օրինակ տեսեք Եղիա մարգարեի մասին եմ ուզում հիշեցնել երբ որ երրորդ թագավորաց գրքում նկարագրված է թե ինչպես Եղիան փախչում էր Եզաբելից թե ինչ մեծ հիասթափության մեջ էր Եղիան որտեղից է հասկացում երբ որ ինքը այսպիսի խոսքեր ասած Պողոս առաքյալը այդ պահը հիշեցնում է իր հռոմեացիներին գրված նամակի մեջ եւ ասում է Տեր քո մարգարեներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին եւ միայն ես մնացի եւ իմ անձը որոնում են սա ասում է Աստծո մարդը Աստծո խոսքը մատակարարող մարդն ասում է մենակ ես մնացի սա իր կարծիքն է եւ մեծ հիասթափության մեջ է տեսեք խոսքերից է քո մարգարեներին կոտորեցին քո սեղանները կործանեցին միայն ես մնացի եւ իմ անձն էլ որոնում են հենց այսպիսի վիճակում էր որ մենք կարիք ունենք սիրելիներ երբ որ մենք էլ ենք այսպիսի իրավիճակի մեջ այսպիսի հիասթափության մեջ ենք հուսախաբության մեջ ենք կարիք ունենք սիրելիներ որ Աստված հիշեցնի իր մասին Աստված մեզ այցելի Դավիթ թագավորն ասում է ասա իմ անձին Տեր որ իմ քո փրկությունը ես եմ ուզում եմ մի հատ լսել դիք քեզնից բայց Տերը ինչ պատասխանեց Եղիային տեսեք Տիրոջ պատասխանը բայց Աստվածային պատկամն ինչ է ասում նրան Պողոսն է ասում 7000 մարդ թողի ինձ համար որ պահաղին ծունր չդրին ինքն ասում է մենակ եմ ես մնացել Տերն ասում է 7000 հոգի մարդ կա ովքեր որ պահաղը դա կուրկ է էլի կուրկի առջև ծունգի չեն եկել այսինքն դու մենակ չես սա արդեն սիրելի եղբայրներ քույրեր չնայած ինքը չի տեսնում այդ 7000 հոգուն հա
Այս սա արդեն լծում է մարդու Մխիթարություն, մխիթարություն է մարդու հոգու համար, հա։ Մենակ դու Եվ չես։ Մարդը կարիք ունի իր կարծիքով չկա էլ այլևս իր ասում մենակ ես եմ մնացի իմ անձնել որոնում են։ Հեսա որ ձերքերն ընկա կդոր են անելու ինձի, հա։ Ինչքան կարևոր է սիրելիներ, որ այդպիսի պահերին այդ մխիթարության խոսքը կա։ Գիտեք, մենք շատ անգամ մխիթարությունը կամ ասենք ոնց ասեմ էլի հուսահատությունից դուրս գալ այսպես ենք պատկերացնում Տեր Աստված հարցը լուծիր, հա, հարցը լուծվի անհավատ մարդն էլ է մխիթարվում, երբ որ իր հարցը լուծված է, հա, հարցը լուծվելով ով չի մխիթարվում, եթե խնդիր կա եւ խնդիրը քեզ հասցրել է հուսահատության, հա, եւ որ այդ խնդիրը լուծվի, էլ ինչ ստեղ հավատքի ինչ գործ կա ստեղ հավատքի բան չկա, բայց երբ որ ես Շատ կարևոր բան ես ասում, Այո, շատ կարևոր բան ես ասում։ բայց երբ որ տեսեք օրինակ ես արդեն չեմ հիշում, այստեղ եմ ասել, թե ուրիշ տեղ եմ ասել, բայց ասեմ հոպի մասին, հա, հոպի վիճակը բոլորս գիտենք, բոլորս կարտացողները, որ նրա ամբողջ ունեցվածքը, երեխաները, թոռները, փեսաները, հարսները, բոլորը ամեն ինչ ձեռքից վերցվեց, եւ այս էլ քիչ էր ծանր հիվանդություն եկավ, որ ճիջուներն էլ իրան ուդում էին կրված է, սիրելիներ, ես չգիտեմ էլ չեմ տեսել այդպես հիվանդություն եւ այլն։ Եվ բոլորը եսի քիչ էր նախադողներն էլ մեկը մյուսի հետևից նախադում էին եւ նույնիսկ իր կողակից կին ասեց, հերիկա էլի ասեց, անիծի Աստծուն ու մեռի էլի, հա, այս իրավի հուսահատության մասին են խոսում, հա, այսպիսի իրավիճակի մեջ եւ հոպը ինչ ասեց, բայց ես գիտեմ, որ իմ փրկիչս կենդանի է։ Այս սա է հերոսություն, սիրելի եղբայրներ քույրեր, որ ոչ թե հարցը լուծվել է, դրա համար ինքը մխիթարված է։ Չէ, հարցը լուծված չէ, խնդիրը լուծված չէ, ոչ էլ ծերն է երևում այդ լուծման, ոչ էլ երևում է, որ այդ ինչ որ առողջանալու միտում ունի այս գործը, այսպիսի բան չկա։ Բայց սա է հավատքը, սիրելի եղբայրներ քույրեր, սա է Աստծո խոսքով մխիթարվելը։ Ես գիտեմ, որ իմ փրկիչս կենդանի է։ Նա ինձ համոզել է, ապացուցել է, Ես ցույց է տվել։ գիտեմ, ես համոզված եմ այդ բանի մեջ, այդպես շատ դժվար ասել, սիրելի եղբայրներ քույրեր, եւ դա է, որ Իրան դարձնում է հոպ, որ ամբողջ աշխարհը ճանաչում է նրան։ Գարնիկա, իմ մեջ այտենց աղոտ ծնվել է մի անգամ խորը հուսահատությանս մեջ, չգիտեմ ինչն էր, բայց ես հասկացա, որ դա Տիրոջից էր, այդ աղոթքը ինչպես Դավիթ արեց, ասի չխնդրեցի, որ ինձ ազատի, հենց ինչ որ դու ասում ես, բայց ինձ պորտկաց մեջից, անպայման ուզեցի սա վկայել, ասացի Տեր, մենակ ցույց տուր, որ դու գիտես, ինձ դա բավարար է։ Ինչ գեղեցիկ աղոթք է։ Չնայած դու գիտես, դու ինքդ 100 անգամ մարդկանց ասել ես, որ մազ անգամ մեր գլխի չի առանց ասել գիտության, դու այդ բաները սա գիտես, բայց ճիշտ է որ ինչի պահի շատ ես ուզում որ նա ինքը ասի քեզ սրտի մեջ, ինքը նա դիշեսնի քեզ, որովհետև մենք խեղճուկարակ մարդիկ ենք։ Ուրիշ տեղի 61-րդ Սաղմոսի մեջ շատ եմ սիրում այդ աղոթքը, սիրելիներ, բացեք կարդացեք, որ նեղության մեջ գտնվող թագավորի աղոթքը, որ ասում է բարձրացրու ինձ այն վեմին, որ ինձանից բարձր է, էլի չի ասում, թե նեղությունը հեռացրա ինձանից, չի ասում, ինձ բարձրացրու, որ ես վեմի միջից նայեմ, վեմը Քրիստոսն է սիրելիներ, որ ես վեմի զորության միջից նայեմ նեղությանը։ Պողոսին, որ ասում է, իմ շնորհքը քեզ բավարար է, կարող ենք ասել, որ հենց այդ տեղի ունեցավ Պողոսի կյանքում հուսահատության մեջ էր։ Ասում էր ինձ ազատի։ Ազատիր ինձ Տեր ասում էր, հա, ասում է 3 անգամ ասում է ես աղոթեցի։ Շնորհքս չի ասում իմ շնորհքը քեզ բավարար։ Բայց էլի նույն պատմությունն է, էլի որ իրավիճակում ինքը հուսահատեցնում այդ ամենը իրան։ Դժվար է իրան այդ բանը։ Բոլոր սրբերի սիրելի եղբայրներ քույրեր, բոլոր հերոսների կյանքում եղել են իրավիճակներ, երբ նրանք կարիք են ունեցել Տիրոջից լսել այս կյանք տվող խոսքերը։ Բոլորի։ Երբ Հակոբը Միջագետքի ճանապարհին քնել էր, հիշում եք քարը գլխի տակ, հա, բաց երկնքի տակ,
Եվ պարզ չէր իրավական, թե Տերը եւ Տերը նրան ասաց, այ ուզում եմ կարդալ այդ տեղը։ Եվ ահա ես քեզ հետ եմ, եւ ամեն տեղ, ուր որ գնաս քեզ կպահեմ, եւ քեզ այս երկիրը կդարձնեմ, որովհետեւ քեզ չեմ թողնի, մինչեւ որ կատարեմ այն, ինչ որ քեզ ասել եմ։ Ծննդոց գրքի մեջ է գրված։ Իսկ ինչ գլխավոր խոստում է տվել մեզ Աստված սիրելի եղբայրներ քույրեր։ Այդպիսի նեղությունների, այդպիսի դժվարությունների, խնդիրների ժամանակ մենք գիտենք, Ավետարանի ոսկյա խոսքը Հովանու 3:16 երեխաները գիտեն, մանուկները գիտեն, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն ինչի ենք մենք հուսադրում, որովհետև կորչելու վտանգ ենք զգում։ Տեսնում ենք, որ մենք կարող ենք կորչել, չէ՞։ Այդ խոսքը սիրելի եղբայրներ, քույրեր, թող միշտ դաշված լինի իմ սրտիս տախտակին, որ ամեն նրան հավատացողը չկորչի, չի կորելու, եթե դու Չես կորելու, մեռնես էլ պիտի ապրես, չի որ սուտ խոսակրված է, ինձ հավատացողը մեռնի էլ պիտի ապրի, լավ խոսքը, հավատացողը հավիտենական կյանք ունի։ Այդ խոսնուկները, ինչպես քիչ առաջ ասացի, սիրելիներ, միայն նրա համար չէ, որ մենք անգիր սովորենք եւ այստեղ այնտեղ ասենք, լավ ենք անում, որ ասում ենք, եթե մարդիկ կարիք ունեն, հիշեցնում ենք այդ խոսքերը եւ այլն, սակայն այդ խոսնուկները պետքա, գիտեք, շատ անգամ տես Դավիթն ասում է, ասա իմ անձին, հա։ Այսօր որ օրինակի համար մենք ասում ենք, դե տեսնում ես Դավիթին ասում էր Աստված, Դավիթի հետ խոսում էր Աստված եւ այլն։ Ինչի մեզ հետ չի խոսում Աստված։ Բայց Աստվածաշունչը շատ լավ բան ասացի, շատ լավ շունչը, բայց խոսելը կներեք էլի փոչով ու ագանջով ալինում։ Չէ, մեկ երբեմն մենք սպասում ենք, որ Աստված հեսա մի հատ դղրդոցով ինչ-որ մի ասենց ձայն ենք լսելու երկնքից, ասես ես քո հետ եմ, բայց ինքը քո ներսից է խոսալու, խոսքի միջոցով։ Եվ նաև իր Աստվածաշունչ Մադյանի միջոցով։ Սա նշանակում է, որ որքան որ խոսքը ունես, այդքանով նա ներշնչում է քեզ, այնքանով խոսում է քեզ հետ։ Մենք որ մգրտության ժամանակ կարդում ենք այնտեղը, որ երբ որ Քրիստոս եկավ Հովհաննես մգրտչից մգրտվեց եւ այլն, եւ օրինակի համար ես միշտ ասում եմ էլի մգրտվողներին, այնտեղ ասում է եւ ձայն լսվեց, հա, երկնքից, երբ որ աղավնու կերպարանքով ասու հոգին եկավ, ձայն լսվեց, դա իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ։ Այդ նույն ձայնը այսօր երկնքի չի գալիս, Աստվածաշնչից է գալիս այդ ձայնը։ Ամեն։ Քեզ համար մգրտվող ես, դու մգրտվում ես, այդ ձայնը չես լսում։ Եթե չես լսում, խնդրեմ ունես։ Ո՞նց չես լսում։ Դու ես այդ նույն խոսքը քեզ էլ է վերաբերում, դա իմ սիրելի որդի, որին ես, դա իմ սիրելի դուստրը, որին ես հավանել եմ։ Ինչու՞, որտեղ Աստծո կամքն է կատարվում։ Դա համար սիրելիներ, վերադառնալով մեր այսօրվա այս մտքին, որ հուսահատությունը մեզ շատ ժամանակ սիրելիներ այսպես գալիս հասնում է այստեղ, արդեն խեղդում է մեզ եւ մենք արդեն կարծես թե էլ ոչ էլ ուզում ենք աղոտ կանել, էլ ոչ էլ ուզում ենք այդ մեր գիտեցած տեղերը հիշել եւ այլն, խնդրենք Աստվածանից, որ ինքը իր սուրբ զորությամբ մեր սրտերի մեջ միշտ այդ խոսքերը հնչեցնի, որ քո փրկությունը ես եմ։ Ամեն։ Ասացինք Պողոս առաքյալի մասին, որ հզոր ավետարանի չէր, բայց կային պահեր, որ նա նույնպես ցանկանում էր լսել Տիրոջից այդ քաջալերության ճշմարիտ խոսքերը սիրելիներ։ Օրինակ Կորսկ առաքելոցի մեջ, երբ որ էլի հալածանքների մեջ էր ավետարանի համար, երբ որ դժվարությունների մեջ էր, էլ քարկոձել, էլ ես շատ գիտեմ ինչ անել եւ այլն, եւ այսպիսի խոսքեր կա, ասում է Կորսկ առաքելոց 18-րդ գլուխ 9-10 խոսքերն եմ կարդում։ Տերն ասաց գիշերումը տեսիլքով Պողոսին. մի վախենա, այլ խոսիր եւ լուր մի կենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, ոչ ոք քեզ դեմ չի կանգնելու, քեզ վնասելու, որովհետեւ ես շատ ժողովուրդ ունեմ այս քաղաքում։ Բայ
երբ Պողոսի նման մարդը համոզված է, որ ընջված է, մարդ է, որովհետև մենք բոլորս էլ սիրելիներ ընջվում ենք, մենք բոլորս էլ հուսահատվում ենք, բոլորս պետք չի խաղալ հերոս սիրելիներ, պետք է, գիտեք, մենք կհերոսանանք այն ժամանակ, երբ խոստովանենք մեր տգարությունները, սա է հերոսությունը, Շատ ճիշտ է։ որովհետև իր զորությունը տգարության մեջ է հայտնվում։ Երբ որ դու խոստովանում ես քո տգարությունը, երբ որ դու մենակ զուբրի տարած խոսքերով չէ, որ միշտ ասում մենք էլ ծիծաղում ենք, դե ես հողմոխիր եմ, ես εμեն եմ, չէ, երբ որ դու քո արջևել տեսնում ես, դու տեսնում ես, որ դու խեղճ ես առանց Աստծու, եւ դա չես թաքցնում, թաքցնելու բան չէ, չես փորձում ինչ որ արտիստական, ինչ որ չգիտեմ տրուկներով ցույց տալ, որ այդպես չի, այնպես չէ եւ այլն։ Այդ ժամանակ է նրա զորությունը հայտնվում եւ այդ ժամանակ ես դու հերոսանում։ Ամեն։ Քրիստոսով։ Ամեն։ Այսինքն Քրիստոսն է հերոսանում քեզանում։ Էլ ոնց ասեմ, հա։ Եվ տեսնում եք, որ եթե կարիքը չունենար Պետրոսը, Տերը չէր ասի այդ խոսքերը իրան։ Տերը իզուր ոչինչ չի ասում, Տերը տեսնում է նրանք ջված վիճակը, տեսնում է թե ուր է հասել, տեսեք ինչ ասում, Տերն ասաց գիշերումը տեսիլ քո Պողոսին, մի վախենար, այլ խոսիր, լուր մի կենար, որովհետև ես քեզ հետ եմ, ոչ էսի են ինչ որ Դավիթը խնդրում էր, հա, ասա իմ անձին, որ իմ փրկությունը տունես, ես քեզի հետ եմ եւ ոչ ոք քեզ դեմ չի կանգնելու, քեզ վնասելու, որովհետև ես շատ ժողովուրդ ունեմ այս քաղաքում։ Եվ ուրիշ անգամ նույնպես սիրելիներ, երբ որ իրանք նավով գնում էին, երբ որ Պողոսը ձերբակալված էր եւ Կայսրի մոտ էին տանում Պողոսին, Իտալիա էին գնում նավով, գիտեք, որ ինքը սկզբից ասեց, որ իրեն թվում է, որ մեծ նավագործություն է լինելու, բայց իրան չլսեցին, ավելի շատ նավապետին լսեցին, ելան նավարկելու եւ այլն, եւ տեղի ունեցավ մեծ պես նավաբեկություն տեղի ունեցավ եւ այնտեղ այսպիսի խոսքեր կա գրված, դա Գործարքելոց 27-րդ գլխի մեջ է գրված, որովհետեւ այս գիշեր երևեցավ ինձ այն Աստծո հրեշտակը, որ ես նրանն եմ եւ որ իմ պաշտում եմ, ինքը պատմում է ժողովրդին, որ այս գիշեր այդ իրավիճակի մեջ հա նավագործությունն է տեղի ունեցել, սարսափելի բան է, 200-ից ավելի ժողովուրդ կա եւ այլն, բոլորը վախենում են։ Ասում է, որովհետև այս գիշեր երևեցավ ինձ այն Աստծո հրեշտակը, որին ես պաշտում եմ, եւ ասաց՝ մի վախենա Պողոս, պետք է քեզ Կայսեր առաջին կանգնես, եւ Աստված շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նավողները։ Այսինքն ոչ միայն ինքը զորացավ, այլև նավողներին վկայեց, որ ձեզ ինձ է շնորհել Աստված, որ ձեր ոտն էլ փուշ չի մտնելու, ձեր մատը փուշ չի մտնելու։ Եվ այնտեղ գիտես հետո ասում է վերկեցավ հացքը դրեց գերավ, նրանք էլ սկսեցին եւ այլն։ Քանի որ արդեն այդ հուսահատությունից հացել չէին ուտում մարդիկ, այդպիսի սարսափելի մավան շուկի ծորով էին անցնում։ Սիրելիներ, այս տեղերը ես հիշեցնում եմ այսպիսի հերոս մարդիկ, Դավիթ թագավորը, Պողոս Արաքյալը, հա, որոնք որ այդպիսի ճշմարիտ իսկական հերոսներ էին, եթե նրանք, այն միտքս գլխավոր դա, եթե նրանք լինում էին պահեր իրանց կյանքի մեջ, որ կարիքն ունեին այդ մխիթարության, ով եմ ես, ով ես դու, որ չունենաս այդ կարիք, այսինքն հետո ուզում եմ ասել, որ մի զարմացի, երբ որ քո կյանքիդ մեջ այդպիսի իրավիճակներ լինում են, զարմանալու բան չէ, գիտիր, որ քո եղբայրներդ, քո քույրերդ, բոլորս էլ մենք նույն մատերիալից ենք սարքած բոլորս։ Եվ ինչքան էլ շատ մարդիկ կան, որ ցույց են տալիս, որ կարծես թե իրանք այդ նույն մատերիալից սարքած չեն, այդպես չէ սիրելիներ։ Այդպես չէ։ Երբեմն մարդկանց տեսակ կա, որ ցույց են տալի, որ մենք ձեր նման մատերիալ չենք, մենք ուրիշ մարդ։ Ոչ թե ասենք հենց այնպես են ցույց տալիս։ Ցույց տվողների մեջ էլ կան ուստա ցույց տվողներ եւ երբեմն համոզվում ես, չէ՞։ Շատ դասում ես, դու ես համոզվում, այդպես է։ Գավիգ կներես մի կատարում, եթե ցույց տաս, ոչինչ որ զրույցի պես։ Տես ես ուզում եմ զուգահեռներ տանենք մեր աղոթքը բերենք հիմա, որտեղ աղոթքը շատ բան է ցույց տալի մեզ, եթե փորձես հասկանաս
որքան դու հավատքով ես եւ որքան հաղթական ես եւ որքան վստահող ես Տիրոջը, նայ քո աղոթքներին։ Դրանք հուշում են քեզ։ Երբեմն մենք աղոթում ենք, չենք էլ հասկանում ինչ ենք աղոթում։ Չենք էլ նայում մեր աղոթներին։ Երբեմն 3 տարվա աղոթքը նույն հիմա էլ է կրկնվում, կարծես թե։ Դες Պողոսին մենք օրինակ բերեցինք, ինքը շատ հետաքրքիր բան ասում է, խնդրեցի Տիրոջը, որ ինձ ազատի, բայց Տերը ասաց իմ շնորհքը քեզ բավարար է։ Երբեմն կարծում ես, որ մեր աղոթները ավելի շատ Տեր ազատիր է, քան Տեր զորացրուն է։ Այ այս աղոթքը Դավիթի չի ասում Տեր ազատիր, ասում է Տեր զորացրու։ Այդ միտքը կա, շատ կարևոր է, հա, հաղթահարելու։ Որովհետև բաներ կան, որ մեզ վերին աշճանի տհաճ են, բայց շատ օգտակար են մեզ, որ նրանք լինեն մեր կյանքի մեջ։ Ուզում եմ կրկնել, շատ տհաճ է, որ դու չես ուզում ես, որ վայրկյան առաջ այդ տհաճությունը վերանա քո կյանքից հետ, բայց քո հոգևոր աճի, քո ոնց ասեմ էլի, ճիշտ ուժ ձեռք բերելու քայլելու, ճիշտ ընտրելու համար վերին աշճանի օգտակար են քեզ այդ տհաճ բաները։ Դե ինչ օրինակ, երբ որ մարդը գնում է ինքնակամորեն, պարվում է, ասենք, վիրահատական սեղանին, դա հաճելի բան է։ Քիչ թե շատ բոլորս առնչվել ենք այդ տեսակ բաների, երբ վերին աշճանի տհաճ բան է, անտանելի տհաճ է, բայց դու ինչ ես անում, բայց դու կամավոր այդ բանը անում ես, գնում հանձնվում ես բժշկի ձեռքին, որ տանակներով կդրտի քեզ, բացի քո ներսը եւ այլն, սարսափելի բան է սա, հա? Ինչի՞։ Որովհետեւ դու հասկանում ես, որ այդ տհաճությունը քեզ դարձնելու է քեզ առողջ, քեզ առողջացնելու է։ Երկու տարբերակ ունեն, կամ նարկոտիկ ենք ընդունում, որ ցավ չզգանք, կամ մենք հանձնում ենք ինքնախապեյություն է, հա, բայց դու ինքնակամորեն այդ տհաճությանը գնում ես, որբիսի դու, որովհետև գիտես, որ դա օգտակար է լինելու քո առողջությանը։ Այդպես եւ հոգեվոր առողջության համար Աստված տարբեր տեսակի տհաճություններ թողնում է մեր կյանքում, որոնք նույնիսկ մեզ հասցնում են հուսահատության, ինչպես տեսնում ենք Աստծո սրբերի, Աստծո հերոսների կյանքում, հա, որոնք որ պահեր են եղել իրանց կյանքի մեջ, ինչպես Աբրահամ եղբայրը հիշեցրեց, որ ասեց 3 անգամ խնդրեցի Տիրոջը, հեռացրա ինձնից։ Չգիտենք ինչ է, կարևոր չի, տհաճություն է, հա, հեռացրա ինձնից, բայց Տերը ասեց, էս էլ է հուսադրող խոսք, իմ շնորհը բավական է քեզ։ Այսինքն դու տեղյակ չես հələ։ Դու չգիտես, որ այդ շնորհը քեզ էսպես երիկա, այդ ուժը, որ դու ունես, պոտենցիալը հաղթելու, դա ունես։ Հուսահատվել ես հուսահատությունից, նույնիսկ քո հայացքից, հոգևոր հայացքից հեռացել այդ շնորհը, դու չես տեսնում այդ ոչի բան։ Այսինքն էլ մի խնդրի ինձնից։ Ոչ, էսի պիտի մնա։ Շնորհքը ունես։ Ու մենք գիտենք, որ ինքն ասում ինչի է տրվել այդ տհաճությունը իրան, որբիսի տեսածով չկորոզանա, որտեղ համբարձվող երրորդ երկինք խոսել ենք այդ մասին։ Ուզում եմ, բայց վերադառնալով մեր այսօրվա թեմային, սիրելիներ, այո, սրա կարիքը կա, եւ Աբրահամ եղբոր ասած է շատ կարևոր միտք էր, որ մենք տեսնում ենք Աստծո մարդկանց մոտ, որ իրանք աղոթքը ավելի շատ զորություն խնդրելն է, քան թե այդ դժբախտությունը կամ չգիտեմ ինչ պատահածը հեռու տանել է իրանից։ Բարձրացում ինձ այն բեմին, որ ինձանից բարձր է ասում է, չի ասում նեղությունը հեռացրա ինձնից։ Այո, շատ կարևոր ասա։ Եվ հետո ուրիշ տեղ էլ բացականչեց նույն Դավիթը, ինչ ասեց, լավ եղավ, որ ես տանջվեցի։ Իմ սիրած ամառն է, ես շատ սիրում եմ։ Միտեղ էլ ասում հավանում եմ նեղություններին, հենց այդպես, բառացի։ Լավ եղավ, որ ես տանջվեցա, հենց այնպես, չէ, որբիսի սորվին քո կանոնները։ Ալելույա, Փարքեստեր։ Շատ սիրուն։ Տեսնում եք, որ ինչքան օգտակար էին այդ տանջանքները իրան, ինչի կանոնները սորվավ Աստծո, ոնց նստի, ոնց կանգնի, ոնց ապրի։ Դրա համար էլ ուրիշ տեսակ սովորելու ձև երևի թե չկա։ Դրա համար թող Աստված օրհնի մեզ, սիրելիներ, որ մենք այդպիսի պահերին նույնպես փորձենք, ոչ թե փորձենք, այլ իրոք Աստծո ձայնը լսենք
եւ մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով եւ Աստվածաշնչի սիրելիներ, այն որ մենք կարդում ենք, նույնպես մնում է մեր սրտերի մեջ։ Ես օրինակ նոր հիշեցի, հենց հիմա հիշեցի, չգիտեմ պատմել եմ ձեզ, չեմ պատմել, որ ես երբ որ դեռ հավատացյալ չէի եւ երբ որ նոր գնացել էի այստեղից երաշարժից հետո Ուկրաինա էի գնացել եւ այլն, շատ դժվար էր ինձ համար վերին աստիճանի ոչ փող ունեի, ոչ ես ունեի, ոչ տեղ ունեի մնալու եւ մի անգամ եղավ որ մի փոքրիկ սենյակ էի ճարել եւ այդ սենյակում մնում էի եւ հանկարծ եկա տուն աշխատանքից եւ այդ տանտերը ինձ ասեց որ պետք է արագ վաղը առավոտ դու ազատես սենյակը որովհետեւ տղաս ու հարսս ու չգիտեմ ով գալիս են եւ այլն հենց առավոտ պիտի գնաս, ես էլ չգիտեմ ոչ, ուր գնամ, ինչպես գնամ, այդ տեղն էլ որտեղ ես մնում էի, քաղաքի մեջ չէր, քաղաքի պես ծայրամասում էր, այսինքն մինչև ավտոբուսի կանգառը հասնելու համար ինձ պետք էր մի 200 մետր բացադով, արդի միջով գնամ, այդպիսի տեղ էր։ Առավոտ շուտ ասում եմ, իսկ կարելի է գոնե պայուսակներս թողնեմ այստեղ, մինչև մի տեղ տեսնեմ ուր եմ գնալու, ասեց չէ, պիտի տանես, այդպես է։ Եվ ես այդ պայուսակները, ու ես էլ հիվանդ եմ, մոռաց ասեմ, 39-աշճան տաքություն ունեմ։ Այդ հուսահատության պահն եմ ասում, էլ որ կյանքում ինչեր են լինում։ Վերցրեցի այդ ծանր պայուսակները իմ յանի ու այդ բացատով, այդ արդի միջով գնում եմ դեպի ավտոբուսի կանգառը, ավտոբուսի գումարն էլ չունեմ, այդպիսի վիճակը։ Ու չգիտեմ ուր գնամ, ոչ բարեկամ ունեմ, ոչ ծանոթ ունեմ, ոչ այդպես գնում եմ։ Ու հիվանդ եմ։ Մեկ էլ այդ արդի կեսի չէի գնացել, մի ուժեղ հնդկական անձրև սկսվեց, կինոների մեջ որ ցույց են տալիս, այնպես է գալիս որ ոնց որ վեդրոյով վերցնեն լցնեն էլի, ու մի տեղ չկա արդա էլի, չկա տեղ որ ասենք մտնեմ տակ, ասենք էլի, ծածկի տակ մտնեմ ծամպան, այդպիսի իրավիճակ է։ Եվ ես այդ պայուսակները այսպես ձեռքիցս գցեցի, այդ տաքությունն էլ մի կողմից, տաքություն ունեցող մարդ ինչ ա ուզում, մի տաքուկ սենյակ լինի, մի աջալ լինի, պարկի մի քիչ մինչև տաքությունը հասնի, չկա, դրա փոխարեն ցուրտ, անձրև եւ այլն եւ այլն։ Եվ գիտեք, այսպիսի պահերին, երբ որ դու հուսահատության, ոնց ասեմ, էլի չեմ կարող բացատրել, դե ինչ աշճանի, ես Աստված էլ չէի ճանաչում, ես չգիտեի, ոչ ես խոսքերը գիտեի, որ կոնե այդ խոսքերով մխիտարվեի, ես չգիտեմ ինչ այդպես, մտքիս մեջ մտածում եմ, ասում եմ, եթե Աստված կա, ես ինչ է, թագավորական պալատներ եմ ուզում, մի հատ կլադովկի չափ տեղներ, մի հատ թախտներ կամ բան, մի հատ էլ աջալ, ուրիշ բան չեմ ուզում, չկա, ինչի համար չկա եւ այլն։ Իհարկե այսօր էլ սիրելի եղբայրներ քույրեր չեմ ուզում շատ երկար իմ մասին պատմեմ, ուղղակի ուզում եմ ասել որ լավ եղավ որ ես տանջվեցա, ես շատ բան սովորեցի այդ օրը, հետո արդեն հետո հասկանում ես չէ, հետո ես հասկացա ինչի համար այդպես տվել, երկու խոսքով կարող եմ ասել, ես երբեք մանկուց ես նենց տան մեջ եմ մեծացել ամեն ինչ եղել, հերիք ա եղել, բանի մտքով էլ չի անցել որ մարդը կարող է տուն չունենա Մարդը կարող է առաստաղ չունենա իր գլխի վրա։ Երբեք չեմ գնահատել այդ բաները երիտասարդ ժամանակ։ Եվ երբ որ Աստված տեսնում է, հա, հələ ասում է, սրան պետք է մի հատ այդպես բաց երկնքի տակ Եվ ես այսօր այդ նույն բանի համար, այդպես կարճ եմ ասում ես ասում եմ փառք ես Տեր, որ այդ օրը ինձ դու թողեցիր դուրսը։ Շատ շնորհակալ եմ քեզանից, որ ես հասկացա առաստաղի գինը։ Եվ դրանից հետո երբ որ մի փոքր այսպես սնդից տեղ ունեինք հանրակացարանում, այդ հանրակացարանի պատից որ մի հատ մեղ ընկներ, ոնց որ իմ սրտի վրայից ընկներ, այդքան թանկ էր ինձ համար այդ սենյակը։ Դրա համար սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված, այո, այդպիսի բաներ թողնում է մեր կյանքի մեջ, որ հասնում ենք մենք հուսահատության, այսպես նոպաների մեջ կարող ենք հուսահատության, բայց ինչ լավ է, որ մենք Աստծո խոսքը ունենք մեր սրտերի մեջը, ինչ լավ է, որ Աստծո ոչ թե խոսքը, խոստմունքները ունենք, եւ Դավիթ թագավորը մեր նման մարդ էր, մեր նման մարդ, եւ ինչ ասում է, ասա ինձ, որ քո փրկությունը ես եմ, ուզում եմ մի հատ լսել, ասա, ուրիշ բան չեմ ուզում, էլի թող մնամ նույն իրավիճակի մեջ, թող այս խնդիրների մեջ լինեմ, բայց էդի մի հատ թող ականջիս մեջ, էդի զրնգա, այսպես հերիք է ինձ, ուրիշ բան պետք չէ ինձ։
Սա է ճշմարիտ մխիթարությունը, սիրելի եղբայրներ, քույրեր, երբ որ մենք հարցը չլուծված կարողանում ենք խոսքով մխիթարվել, այս սա հաջո է Աստծուն, սա է հավատքի ապացույցը, Սա է հավատքի հերոսը։ Այս տեսակն հավատքի է ապացույցն է դա, Հավատքի ապացույցը, շատ ճիշտ է, սա է։ Հավատն առանց գործերի մեռած է, Մեռած է։ մենք գիտենք թե գործ ինչ է, մենք բան պետք է տաշենք, թե սա է գործը, դա հավատքի գործ է, երբ դու մխիթարվում ես առանց հարցը լուծելու, ինչով, խոսքով, խոստմունքով Աստծո, որ Աստված ինձ այսպես է խոստացել։ Երեք երկրաշարժի օրն էր, դեկտեմբերի 7-ն էր, և ես շատ լավ հիշում եմ այդ օրը, ու ուզում եմ մի փոքրիկ պատմություն պատմել մի մարդու մասին, մի ընկեր է ինքը, էլի Ուկրաինայում էր ինքը, լեննագանցի է ինքը։ Իրա պատմությունը լսել էի ես տեսիս տենիս, որ ինքը 8 օր մնացել է փլատակների տակ երկրաշարժի ժամանակ, մի նարգանի շենքի առաջի հարգում են ապրել, մնացել է, և ողջ և առողջ 8-րդ 9-րդ օրը հանել են իրան ընդեղից, և մի օր իրան հրավիրել էին մեր տուն, այնտեղ, և երեխեքնել էին այնտեղ, և խնդրեցի, որ ինքը պատմի, թե ոնց է եղել այդ ամեն ինչը։ Եվ ես ուզում եմ ձեզ պատմել այդ պատմությունը, որ շատ մեծ, այսպես, կապ ունի այսօրվա մեր թեմայի հետ։ Հուսահատության մասին ենք խոսում։ Ասում է այդ օրը դեռ երկրաշարժը չէր եղել, մի ընկեր ունեի, ինքն է պատմում, ասում է։ Առավոտ եկավ մեր տուն, ասում է, մենք միասին ինչ-որ մի հարցով տեղ պիտի գնայինք, ասում է։ Դուրս եկանք դեկտեմբեր էր, դեկտեմբերի 7-ն էր։ Ասում է, դուրս եկանք ավտոբուսի կանգառը, սպասեցինք, ասում է, ավտոբուսը չեկավ։ Սովետական ավտոբուս։ Մրսեցինք, ասում է, ասեցի, արի նորից գնանք տուն, մամային ասենք թող մի հատ սուրճ սարքի, խմենք, մի քիչ տականանք, հետո նոր կգնանք։ Եվ նրանք, ասում է, մենք վերադարձանք նորից տուն, մոր ասում է, որ սուրճ սարքի, մեր ընդեղ սուրճ է սարքում, իրանք էլ նստած են բանում, խոհանոցում, որտեղ որ մաման սուրճ է սարքում, և սկսվեց այդ ահավոր երկրաշարժ այդ պահին։ Տանը բացի Իրանից, իր անգերոջից և իր մորից, տանն էին նաև իր քույրը երկու զավակների հետ, հյուր էր եկել իրանց մորտուն, և իր հարսը, եղբոր կինը, էլի երկու զավակներով և հղի էր հարսնել։ Այդ շենքը 9 հարկանի շենք է, լեննագանցիները գիտեն հին եռանկյունի էր կոչվում այդ թաղամասը, այդ թաղամասում էր։ Եվ ասում է, երբ որ սկսեց ցնցել, ասում է, մենք անկախ քեզանից, ասում է, վազեցինք դեպի այդ նախասենյակը, էլի այդ կարիդորը, պես։ Եվ չհասցրեցինք, ասում է, իրանք էլ ամեկը մի սենյակից, ասում է, դուրս եկան, ու էլ ասում է, բան չեմ հիշում, ես ասում է, բան է, մտնեց, ասում է, փուլ եկավ էլի շենք, իրանք առաջի հարգում են։ Թվարկածս բոլոր մարդիկ, երեխաներով, բանով բոլորը մահացան։ Ծանր բաներ է պատմում, չեմ ուզում այդ բաները պատմել ես, և ասում է, ինքը ընկել էր ուրեմն, ասենք, մենք բանել ենք ասում էլի, չգիտեմ հայերեն ոնց է, առաստաղ, բետոնե բաները որ կան, այդ բաները ընկել էր ես մի կողմը մնացել էր պատի վրա, այնքը մնացել էր ես բանի այդ արանքը, վրեն լրիվ այդ հողերը, բաները լծված, ոտքն էլ լրիվ թաղված է այդ բաների մեջ, էլի, այդ պլատակների մեջ, լրիվ, ոտքը մինչև մի կաղում է ինքը, լավ չկարողանում կայրել։ Մոտ ասում է, ոչ մի բան չի երևում, ասում է, այդ երեխեքի ասում է տնկոցը մի առ ժամանակ եկավ ու հետո էլ վերացավ, չի տեսնում ինքը, գիտի որ բոլորը մահացած են, ընկերը, մայրը, քույրը, հարսը ու այդ երեխեքը։ Ու ինքը մնացել է այդտեղ, ասում է, այն աստիճան էի ծառավ, այդ կան թոզը կուր տվել, պատկերացնում ես այդ, որ փուլ է եկել այդ շենքը, այդ սաղ թոզը կնացել անես, որտեղից ջուր, ինչ ջուր, որտեղից վերցնի, 1000 անգամ ներողություն, սիրելի եղբայրներ, քույրեր, 1000 անգամ ներողություն, ինքը իր մեզն է խմել, որ այդ տեսակ վիճակը եղել։
Եվ ասում է, բան չկա անելու, դե մավանեդել արդեն համակերպվել եմ ասում է, ոչ, ասում է, հա, ձերկով փորեցի, ոտքս մի կերպ ազատեցի ասում է, ես իմ ասում է, մի օր, երկու օր, ինքը չգիտի, օր, գիշեր, մութա, բան չերևում դարի, այդտեղ, եւ ասում է, եւ շարունակեցի այդ փորումը անկախ քեզանից անկախ դեպի ներքև ոչ թե վերև այլ ներքև ասում եմ փորում եմ հա ինքն իրան որ ազատի ես իմ անկախ ինձնից ասում այդ բան չկա անելու եւ հանգարց ասում է ներքևից ասում է այսպես զգացի որ այսպես մի ծակ բացվեց զգացի որ այսպես փոքրիկ այսպես լույսի նման բան տես ասում է եւ նորից ասում ասկսեցի փորել եւ այլն երկար բարակ չպատմեմ կարողացել է այդտեղից դու մի ասա այդ բաների մեջ մուտքերի տակը պատվալներ կան այս շենքերի հա չէ որ ասենք բնակարանությունները ամենը մի փոքրիկ տեղեր ունեն նկողները հա կամպոտները բաները դες բաներ են տնում տեղաներ եւ ինքը կարողացել է այդտեղից մտնել այնտեղ էդի ասում եմ այդ ազատություն նույնիսկ կարող էի չնայած ոդկս ասում են ինձ չէր կնում բայց արդեն ազատ էր այդտեղ էլի հասկացար ոնց էր իսկ ամենակարևորը որ այդտեղ այնքան կամպոտ ու ջուր կար ասում այդտեղ վաու հասկացար դե ոնց Աստված սիրելիներ մարդուն ոնց ասեմ ձեզ էլի այդպիսի պահերին ոնց է Աստված մարդ ինքը լրիվ ասում է ես լրիվ համաձայն եմ Ավան հետ լրիվ նույնիսկ ասում է ինձ համար ավելի լավ էր քան թե այդ վիճակը եւ այլն եւ երբ որ ասում է այդ կամպոտները տեսա էլ մեռնել չէի ուզում ասում է երբ որ տեսա ուտելու բաները կային այնտեղ եւ այլն եւ մի խոսքով 8-րդ 9-րդ օրը իրան կդան տարան այս կողմ են կողմ էլ չեմ ուզում երկարացնեմ բայց ուզում եմ նորից սիրելիներ ասել որ այնպիսի իրավիճակներ երբ որ ես օրինակի համար իրան ասում եմ թե բա ոնց այդ 7 օրվա մեջ որ դու այդ փլատակների մեջ էիր սիրտը չտրակեց մարդու սիրտը կարող է տրակել էլի տրակվել այդ անգելանելությունից կամ բան ինք ասում է ես հիմա էլ որ մտածում եմ այդ մտածելուց նույնիսկ սիրտս նեղվում է ասում է բայց այն ժամանակ ասում է այդ պահին ես մի տեսակ հանգիստ էի ասում է Աստված սիրելի եղբայրներ քույրեր ամեն ինչի ցևը գիտի ամեն բանի ցևը գիտի ամեն նեղության մեջ ամեն դժվարության մեջ նա կարողանում է մխիթարել մարդուն նա գիտի իսկական մխիթարելու ցևը սիրելիներ դրա համար շատ լավ է որ մենք թանկագին եղբայրներ, թանկագին քույրեր, մենք սիրենք այդ Աստծո խոսքով մխիթարվելը, վարժեցնենք մեր անձը, որ Աստծո ասած խոսքը սուրբ է, Աստծո ասած խոստմունքը իրականություն է, ինչպես որ թե կատարված, թե չկատարված, որպես չկատարվածը, որպես կատարված ընդունենք սիրելիներ։ Այսա է որ կարողանում է մեզ հանգստացնել։ Դրա համար Դավիթ թագավոր ասում է, ասա էլի մի հատ իմ անձին, դու մենակ ասա, դու 1000 հոգի մարդ որ ասեն, էդի ոչինչ է, բայց երբ Աստված է ասում սիրելիներ, սա արդեն ուրիշ տեսակ մխիթարություն է։ ամեն Թող Տերը օրհնի մեզ, թանկագին եղբայրներ, քույրեր, որ մենք հասկանանք, որ մենք խելջուկրագեակներ ենք, որ մենք հասկանանք, որ մենք ժամանակ առ ժամանակ այդ հուսահատության ծանր իրավիճակների մեջ կարող ենք լինել եւ միակ ելքը այդպես իրավիճակներում, միակ եւ միայն միակ ելքը դա Աստծո խոստումներն են, որ տրված է ինձ, որ տրված է քեզ եւ ամեն նրան հավատացողին։ ամեն Պարկեստեր Ու ասիր իմ ոտանավորներից մի բան կարդամ այսօրվա թեմային վերաբերվող այդ բանաստեղծության վերնագիրը հենց հուսահատություն է, այդպես է վերնագիրը։ Կարդամ լսեք։ Լինում են պահեր կյանքի ընթացքին, որ կարծես հատուկ պայմանավորված, ապտակի հետևից շարված, մեկը մյուսից անողորմ ցավոտ, ժամն էլ գիշերը թե վաղառավոտ, անկոչ հյուրի պես այցելում են մեզ։ Մինչ ձեռքերը մեր զբաղված են խիստ ծածկելով երես,
քիթ, աչք ու ագանջ, մյուս ապտակներ մեր թիգունքն անցած խփում են անվերջ ու առանց հանգիստ, փշրելով հավատք, հույս, սեր, առաստված, ապտակ մատնության, բամբասանքի եւ ուրացության։ Եվ ապտակներից առաջինները, որ խփում են մեզ դեմից առերես, թեև ցավոտ են ու զարուրելի, այլանդակում են ճակատ ու երես, բայց հարվածներից սրանք թիգունքի մեղմ են, արժանի, նույնիսկ հարգանքի։ Այս երկրորդներն են, որ մարդուս հոգին գերում են զենքով հուսահատության, գծում են խորը անդունդներ անգել, մարում հավատքի լույսը հրգության, փսփսում գծուց լկտի ճամպաներ, սարեսնում սիրո հուրը կտության։ Եվ դու Քրիստոս մարտացած որդի կենդանի Աստծո, ինչպես դիմացար այդ ապտակներին, որ թիկունքիցդ գալիս քրկիջով մարգարեացիր ասելով թե ով, կամ թե ինչ զենքով, կամ ում մահագով, շուտ արա ասա, ով խփեց քեզով։ Սովորեցնում ես հուսահատության այդ ծանր ու մաշող րոպեներին, հույսով սպասել քո այցելության ու չանցնել կողմը թիկունք զարգողին, որ փառավորվի անուն լուսեղեն, հիմա եւ ընդմիշտ հավիտյանս ամեն։ Այդպես լինում է սիրելիներ, եւ ես որ այստեղ Քրիստոսի մասին եմ ասում, որ ասում է, հիշում եք այնտեղը, որ Քրիստոսին երբ որ ձերբակալել էին, հետևից խփում էին, եւ ասում էին մարգարեացիր, ով քեզ խփեց, հա, այն փոքր ժամանակ տես խաղացել ես ապրան երբար, այդեն ծեր էին առնում երկինք ու երկիր ստեղծող Աստծուն, հա, եւ միայն նա, ով անցել է այդ ամեն ինչի միջով սիրելիներ, նա գիտի ճշմարիտ հուսահատության մխիթարությունը, թե ինչպեսին պետք է լինի։ Այս էր, այսպիսի միտք ուզում էի Աբրամ եղբայր ջան կիսվել այսօր, եւ Տերը թող օրհնի մեզ, որ չզարմանանք մեր կյանքի մեջ, երբ որ այդպիսի պահեր են լինում, դրանք մեզ վարժեցնում են սիրելիներ, դրանք վարժություններ են հոգևոր, ինչպես որ սպորտի մեջ կան վարժություններ, հոգևոր վարժությունները դրանք են, որոնք որ մեզ ավելի կոփում, ավելի ուժեղ են դարձնում։ Ամեն։ Կարնի եղբայր, շատ կարևոր էր այս թեման, նաև այն իմաստը, որ գիտես մենք մի տեսակ մարդ իր բնությամբ, ադամական բնությամբ էգոիստ է, եսասեր, եւ երբեմն քրիստոնեության մեջ կարծես դա շարունակվում է, այն իմաստով, որ Տեր ինձ փրկի, Տեր ինձ։ Բայց այս դեպքում, երբ որ մարդը այս անդիմադրելիորեն հանձնվում Աստծուն հասկանալով, ինչպես դուք ասեցիք, իր այսպես ասած անօգնական վիճակը, խեղճ ու կրակ վիճակը եւ արժանանում Աստծո մխիթարությանը, սա շատ կարեւոր է։ Մենք պետք է արժանանանք, մարդը պետք է հասկանա, որ իր ուժերով չէր որ արեց, իր ուժերով չի կարող հաղթել Աստծո փրկությունն ապետ նրան, Աստված Տեր ասա իմ անձին, սա խոնարհության նաև հաղորդք է, պստեմ համաձայն ես, խոնարհվել Աստծո առաջ հենց սա է նշանակում, Տեր դու ասա իմ անձին, որ իմ փրկությունը դու ես, սա մխիթարություն է, բայց սրա երկրորդ երեսը կա, որ շատ կարևոր է, մխիթարված մարդը նաև մխիթարություն է դառնում, Աստված համաձայն ես ինձ հետ այս խոսքի համար, որ ասեմ, Աստված չի մխիթարում մեզ, կամ չի ասում մեր անձին, որ մեր փրկությունը նրանից է միայն մեր համար, դա նաև հետևանք է թողում մեր կյանքի մեջ, լինելու կարողություն ուրիշի համար, լինելու մխիթարություն ուրիշի համար, ինչ կասես սրա մասին։ Նույնը, ինչ որ դու ասեցիր, այսօր եկեղեցիներում ոչ մի այսպես ոնց ասեմ, ճարտասան քարոզիչների դեֆիցիտ չկա, հա, այսօր եկեղեցիներում, ասենք ոսկի, ինչ որ բաներ կազմակերպողների ոչ մի պագաշ չկա, այսօր եկեղեցիները այդպես լավ է վիճակը եկեղեցիների, դենց ասենք, երկիչների պագաշ չկա, ոտանավոր արտասողների պագաշ չկա, դու չգիտեմ էլի միկրոֆոնների պագաշ չկա, այս չկա, այն չկա, փառք Տիրոջը, որ այդպես է,
շատ բայց մխիթարության որդիների որ մանկաս բանով խոշորացույցով մատների վրա չես կարող հաշվել ով էր մխիթարության որդի Բարնաբասը մխիթարության որդի կոչվեցավ ես մենք մարդիկս այդպիսին է մեր բնությունը որ մենք սիրում ենք մագանուններ տնել մարդկանց մեկ քրիստոնյաների այնպիսի մագանուններ է տրված որ ամաչում ես լսես այդպիսի մագանուն հասկանում ես բայց ինչ լավ է երբ որ մեկի իր անունը Բարնաբաս չէր Իով է չեմ կարող այդ բառը ասեմ Իոսիֆ էլ չէ այդպիսի մի բառ է Կորսկարակելոցի մեջ կա այդ ասում է նա մի ագարագուն էր ծախեց եւ բերեց գումարը տրեց առաքյալների ոտքերի մոտ եւ առաքյալների կողմից ոնց կոչվեցավ Բարնաբաս կոչվեցավ որ թարգմանվում է մխիթարության որդի ինչ լավ է երբ որ քրիստոնյան այդպիսի մագանուն է ստանում իրան այդպես են ճանաչում իրան այդպիսի մագանուն է տալիս հա համայնքը ժողովուրդը դե թող մտածենք մենք թե պատահական տեղն էին ասում մխիթարության որդի Մխիթարության որդիների պակաս կա սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր, որ մեր շուրջը ինչ կան, մենք գիտենք ոնց ենք։ Այնքան որ տեսանք, ասենք հուսահատության մեկի հոբի ընկերների նման կներեք էլի դες կոմիդ ասեմ շան լավ կլսնենք ասում ենք լասը ինչ մեղք ես ինչ որ մի մեղք գործել է ասենք այնպես էս քեզ պահում ոնց որ հեչ հավաքածար չունես աստու խոսքը ոնց որ չգիտենաս հազար տեղեր կասվածաշնչի մեջ գրված է հա ես ցեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը ու կսկսեն պտպտալով հիշեցնել այս ամեն ինչը եւ այլն այդպես է պապահում քրիստոնյան իրան բաթու ինչ քրիստոնյա եղար կամ բան սիրելի եղբայրներ քույրեր այսպիսի հասկացողություններ կա որ հիվանդ մարդը ուրեմն անես կա նրա վրա այդպիսի քարոզներ այո էդել կա բայց անեսքի տակը բայց մենք այդպես չեն մխիթարում մարդուն դա մխիթար այդպես չի մխիթարվում մարդը սիրելի եղբայրներ քույրեր տեսնում եք ինչ է ասում Դավիթի պես մարդը Դավիթի պես հզոր մարդ ասում է Տեր ջան աղերսում եմ քեզ իմ անձին Ես նեղությունները մի վերացրա, մի բան ասա ինձ ինչ կրնի, խնդրում եմ քեզ, աղանջս լսի, որ իմ փրկությունը դու ես, ուրիշ բան չեմ ուզում քեզանից, ուրեմն եթե Դավիթը ուներ դրա կարիքը, ապա մեր կողքի քույրը, մեր կողքի եղբայրը, որ հուսահատության մեջ է, նեղության մեջ է, եկեք սիրելիներ, մենք ցկտվենք, որ ավելի շատ մխիթարության որդիներ լինենք, ինչպես որ եղբայրը ասեցա, եթե մենք մխիթարվել ենք ես պատմեցի պատմություններ եւ այլն իմ կյանքի մեջ էլ են եղել բահեր որ ես մխիթարվել եմ իրոք ճշմարտապես մխիթարվել եմ բա ուրեմն պետք է հասկանամ որ նայել որ այդպես իրավիճակի մեջ է ինձ նման մխիթարություն ամ անկալիս հետո ինչ որ մեկը պատճառ է դարձել քո մխիթարված լինելու համար իհարկե այդ ինչ որ մի հadouk չգիտեմ ինչ եղել երկնքից մանանա չի իջել կամ այդպես չի եղել այո մարդկանց միջոցով է դա ամեն ինչը լինում հասարակ բան ասեմ շատ հասարակ ընդամենը անցած Կիրակի ասեցի որ Գյումրիում էի մի բարեկամ ունեմ այնտեղ եւ այցելեցի իրան դժվար է իր տրությունը իրոք մխիթարության կարիք ունեցող մեկն է եւ այլն եւ խոսեցինք մոտ 3 ժամ զրուցեցինք միասին իր տանը երկուսով ենք մարդ չկար եւ այլն իմ հասակին մարդ է եւ ապաշխարեց վերջում ծնգի եկավ միասին աղոթեցինք եւ այլն եւ երբ որ ես վերադառնում էի գիտեք շատ գիտեք այդ մարդկանց թողնասանք մանրուկներ են տեսեք վերադառնում էի ամբողջ ճանապարհին մտածում էի ասում էի ես ինքը Գյումրի ես Երևան ասում եմ ինչ լավ կլիներ էլի որ ծանոթացնեի այնտեղած հովիվի հետ կանոններ չասենք էլի որտեղ որ ես էի եղել պետք չի ծանոթացնեի ասում եմ եղբոր հետ որ եղբայրը իրան այցելեր գնային կային պաշտամունքի հրավիրեր եւ այլն եւ մտածում էի դե ոնց անեմ այդ գործը ոնց անեմ զանգեմ եղբոր ասեմ գնա մի քիչ վատ եմ զգում ձի մի քիչ էս հարմար չի եւ այլն եւ մեկ էլ ախպերը զանգը տալիս ինձ ասում է թե ինչ կլինի բան անես զանգես այդ ձեր եղբորը այդ հովիվ եղբորը ասես որ
այդ մարդը որ ապաշխարել է, հեչ մարդ չգիտի որ ապաշխարել է, ինքը բան սարկողը, այդ կացաները որ փչանում են, էլի, կացաները սարկողը, այդ հովի կացանել փչացելը ու ինքը գիտի որ մենք դες բարեկամ ունենք, էլի, զանգել ախորս ասացա թե ինչ կնի ձեր բարեկամի համարը դուր, Աստծու գործն եմ ասում, ես մտածում եմ ոնց անեմ, որ ինքն է զանգում, ինքն է իրան ուզում, սիրելիներ, Աստված իսկական մխիթարող է, և այդ հանդիպումը կայացավ, և եկավ ինքը ամսարկեց, ամսենց, ամնեց և այլին, սիրելի ներքույրեր, մենք այդպիսի Աստված ունենք, որն ավելի շատ է շահակրկրված ինձ մխիթարելու, քան թե ես մխիթարվելու, իր խոսքով, դրա համար էլ թող Տերը մեզ օրհնի, սիրելիներ, որ մենք այդ խոսքերը մեր սրտի տախտակների միշտ գրած ունենանք։ Ամեն։ Խոստմունք Տեր ավելի շատ։ Փարտիրոջը, գարնի եղբայր։ Չգիտեմ, սենց մի հատ միտք կա մեջս, ուզում չգիտեմ արտահայտեմ, բայց որոշեցի, որ արտահայտեմ։ Ես հավատում եմ, որ մարդը, երբ որ իրոք շատ զգայուն Աստծո մխիթարության նկատմամբ ինքը սիրում է մխիթարվել Աստծուց եւ ոչ միայն մխիթարվել, զորանալ, այդ տեսակ երբ որ դառնում է մխիթարության որդի, ինչպես դուք ասացիք, նրանք երկար են ապրում։ Ինչ կա բան ասի, ես եմ ուզում երկար։ Նրանք գիտես, երբ որ մարդը անելիք չունի, երբեմն Տերը վեկալում է իրան։ Այն անելիք չունես, տղա ջան, դու քո գործերը, բայց երբ որ դու այսպես սիրո հողի վրա աստվածպաշտության եւ սիրո արժեքը հասկանալով դառնում ես մխիթարության որդի եւ նետում ես քեզ այդ գործի մեջ քանիստերին մխիթարության ինչ-որ նկատում են, որ նրանք երկար են ապրում, նրանք անելիք ունեն, որովհետև երկիրը նրանց կարիք ունի, սենց ասած։ Կարիք կա, այսօր ճիշտ ես ասում եղբայր։ Արտիրը չէ, կարնիկ եղբայր, այսօր Տերը քո միջոցով նորից մխիթարեց, լուրջ եմ ասում, մխիթարեց մեզ, միայն այն խոսքով, որ սովորում ենք այդ աղոթքը, սովորենք սիրել այդ աղոթքը, ասա իմ անձին, որ քո փրկությունը ես եմ, ասա իմ անձին։ Ուրիշ աչուծախ մինայի փրկությունը ես։ Այո, այդ մարդիկ, ով որ սովոր են այս աղոթքը եւ սովոր են լսելու Աստծո ձայնը, իրանց ներսից, ինչպես դու ասացիր, այդ ներսից լսել, սա շատ կարևոր բան է, քո փրկությունը ես եմ, նրանք փրկության պատճառ են դառնում շատ են։ Նրանք են, որ սովորացնում են մարդկանց, թե ինչպես լսեն Աստծո ձայնը, ինչպես դուք այսօր մեզ։ Շնորհակալություն Գարնիկ եղբայր, Տերը քեզ շատ օրհնի, օրհնված եւ հաջողված եղիր եւ քո աղոթքով կխնդրենք ավարտել եթերը։ Փառքեստեր։ Մեր սիրելի Հայրը, որ երկակումն ես, Փառքեստեր։ Փառք պատիվ երկրպագություն Սուրբ անվանդ, եւ դու Սուրբ Հոգի անուն ունես, որ մխիթարիչ է հնչում, դու ես մեր մխիթարիչը Տեր, դու ես ճշմարիտ մխիթարիչը մեզ, և ես էլ ուզում եմ տավթի նման աղոթել իմ քույրերիս, եղբայրներիս ու ինձ համար Տեր, որ մեր անձին ժամանակ առ ժամանակ հիշեցնես, որ մեր փրկությունը դու ես Տեր, մենք ուրիշ փրկություն չունենք, մենք ուրիշ մխիթարություն չունենք, ուրիշ մխիթարիչ չունենք, Քրիստոս Աստված, շնորհակալ ենք, որ դու խղճացիր մեզ, կանգնեցրեցիր մեր սխալ ճանապարհներին եւ հրավիրեցիր զարմանալի լույսի մեջ եւ ահա Տեր այսքան տարիներ այսպես տանում ես մեզ մեր ամեն ավելորդությունները այսպես համբերելով, որովհետեւ մեկ նպատակ ունես, որ մեզ հասցնես քո սուրբ թագավորությունը։ Օգնիր մեզ, որ մեկս մյուսին նույնպես Տեր մենք կարողանանք մխիթարության որդիներ լինել։ Այս աշխարհի մեջ այնքան շատ մեծ կարիք կա այդպիսի մարդկանց Տեր ջան, այնքան շատ կարիք կա, այնքան քիչ են այդպիսի մարդիկ Տեր։ Դրա համար խնդրում եմ Քրիստոս Աստված եւ ինձ համար, որ ես էլ ժամանակ առ ժամանակ կարողանամ քեզնով մխիթարվել եւ իմ խեղճ ու կրակ վիճակով կարողանամ ինչ որ մեկին սրտին Տեր մխիթարության խոսքը բերել Տեր եւ ինքս էլ կարողանամ ինչ որ կերպ մարդկային իմ ուժով փոքրիկ իմ մխիթարությունը բերել մարդկանց։ Շնորհակալ եմ Տեր այս պաշտամունքի համար,
այս լավ ծառայության համար, աղոթում եմ Տեր, այս ստուդիայի համար, աղոթում եմ Աբրահամ եղբորս համար, բոլորնես զորացնես մեր սիրելի եղբորը։ Կարծում եմ թե եւ այս գործի մեջ կան ժամանակ առ ժամանակ պահեր, որ մարդուն կարող են հուսահատության հասնել, ամեն գործն էլ այդպես է Տեր ջան, եւ թող Տեր ջան այս խոսքը նաեւ այդպիսի պահերին մխիթարություն դառնա եւ այս գեղեցիկ ժամերը թող շատ մարդկանց համար Տեր եւ մխիթարության եւ հանդիմանության եւ ես ինչ գիտեմ կյանքի լապտերն ուղղելու առիթներ դառնան եւ այս բոլոր գործերի մեջ թող փառավորվի միմիայն քո սուրբ եւ թանկագին անունդ Սուրբ Աստված Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հիմա եւ ընդմիշտ եւ հավիտյանս ամեն։ Ամեն Տեր, բարգես։ Վաու, դան եղբայր շնորհակալ եմ, Տերոնի քեզ շատ, մենք դեռ շատ կհանդիպենք առաջ Աստված Տիրոջ կամոք։ Այո, սերի քույր եղբայրներ այսպեսին էր եթերը, ինչ որ մեկը իրոք, ես չգիտեմ ասեմ այս խոսքը, մարդիկ ընդհանրապես բոլորս դժվարության խնդիրների մեջ ենք հայտնվում եւ երբեմն անելանելի վիճակի մեջ եւ այսօրվա խոսքը մեզ օգնեց որպեսի այս աղոթքը մեր մեջից բարձրանա Տեր ասա իմ անձին որ փրկությունը իմ փրկությունը դու ես բավարար այս խոսքը հավատքով եւ Աստված անպայման ցույց կտա քեզ կխոսի քեզ հետ տարբեր միջոցներով կխոսի քո պատկերացրած միջոցով գուցե չխոսի բայց ինքը խոսալու տարբեր միջոցներ ունի Փառք Տիրոջը Տեր օրհնի ձեզ մնացեք խաղաղությամբ Մարանաթա Տերը շուտով գալու է Ամեն Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Աստված